Բարի երկու հարգելի բարեկամներ, հաղորդում հաղորդաշարի մեջ պետք է խոսենք այս շաբաթվա interest rate-երը եւ շատ ավելին, որ սկսում ենք հենց հիմա։ Walking down the sidewalk, kicking my feet as I'm moving to the music, step to the beat. I woke up today, canceled all my plans, and I stepped right outside with my guitar in my hands, and the notes became loud as the sound caressed the air, and I kicked it up a notch as I strolled without a care, 'cause I'm going down the road to a brand new place, and I'll get there with a smile on my face. Yeah, so lift me up, I'm moving on, singing and dancing while I play my song. Yeah, I'm having a good time, keeping it going. Come on, clap your hands and won't you sing along, and now let's take it up high. Give our dreams their wings to fly. Gotta keep the fire, keep the fire burning, keep the hope alive. You gotta keep it turning. Բարի երկու հարգելի բարեկամներ, այո, ես Արամ Կարսյանն եմ եւ դուք դիտում եք հաղորդում հաղորդաշարը, ինչպես գիտեք, ամեն շաբաթ ձեզ բերում ենք այս հաղորդումը անշարժ գույքի նորությունները եւ մեր ծառայությունները ձեզ ներկայացնելու, որպեսզի ավելի քաջատեղյակ լինեք շուկային եւ ինչ ճիշտ քայլերով պետք է ձեր տունը վաճառեք կամ տանտեր դառնաք։ Ուստի այցելեք aramkarsian.com եւ այնտեղ ձեզ առաջարկում ենք տարբեր գործիքներ ձեզ համար, որպեսզի կարողանաք search like an agent, ինչպես ամեն շաբաթ ձեզ ծանոթացնում ենք search like an agent այդ կոճակը սխմելով կարող եք ձեր ինֆորմացիան դնելով ձեզ նոր ձեր անձնական username եւ password-ը կուղարկվի եւ դուք կարող եք մտնեք ձեր username եւ password-ով եւ կարողանաք search like an agent այն տները տեսնեք ինչ որ մենք broker-ներս եւ agent-ներս կարողանում ենք տեսնենք ինչ է առավելությունը այս մեր առաջարկած ձրի համակարգի հետ որ սա կապված է անմիջապես մեր website-ի հետ որտեղ որ մենք ենք տները տեսնում agent-ներս եւ broker-ներս եւ իհարկե շատ ավելի զանազան գործիքներ ենք ձեզ առաջարկում մեր website-ի վրա, եթե այցելեք aramkarsian.com կարող եք անպայման օգտագործել տարբեր գործիքներ get your free home evaluation կոճակը սխմելով, եթե ուզում եք եւ մտածում եք ձեր տունը վաճառեք, անպայման այդ կոճակը սխմելով դուք կարող եք ձեր information-ը դնեք, մանավանդ այս շուկայի մեջ sellers market է եւ դուք առավելություն ունեք, մենք այդ ձեր ինֆորմացիայի հիման վրա կպատրաստենք report եւ ձեզ հետ հանդիպելով կորոշենք ձեր տան գինը ինչքանով կարող եք վաճառեք այս շուկայի մեջ այս շաբաթվա նորությունները ձեզ պետք է բերենք interest rate-երը ինչ կատարվեցին իհարկե շատ ավելի մանրամասը պետք է խոսենք այս փոքր դադարից հետո կվերադառնանք եւ ձեզ համար այս շաբաթ ունենք լիստինգներ որ դեռ շուկայի մեջ չեն նոր լիստինգներ ունենք որ արդեն շուկա մտան այս շաբաթ եւ լիստինգներ ունենք որ դեռ շուկայի մեջ չեն ուստի եթե հետաքրքրված եք մնացեք մեզ հետ այս փոքր դադարից հետո կվերադառնանք եւ կշարունակենք
Շարունակում ենք մեր հաղորդումը, սիրելի հեռուստադիտողներ, այս շաբաթ պետք է խոսենք interest rate-երի մասին, ինչ կատարվեց, քանի որ արդեն 4 շաբաթ է իրար հետևի interest rate-երը բարձրանում էին, ժողովուրդը մի քիչ անհանգստացած վիճակի մեջ են, դրա մասին պետք է խոսենք եւ այսօր ձեզ պետք է բերենք, ինչպես խոստացանք, նոր լիստինգները, որ ինչպես տեսակ Eagle Rock-ի լիստինգը գեղեցիկ տուն է եւ նորություններ տան գների, անշարժ գույքի գները ինչ են կատարվում, որ այս շաբաթ նորից եւ նորից իհարկե ստատիստիկաների գները բարձրանում են եւ interest rate-երն էլ արդեն ինչպես ասացինք 4 շաբաթ է իրար վրա բարձրանում են, բայց այս շաբաթ ավելի լավ լուր ունենք interest rate-երի մասին, տոկոսների մասին։ Այցելեք aramkarsian.com եւ այնտեղ ձեզ առաջարկում ենք զանազան գործիքներ, որ կարող եք ձեր ավելի տեղեկացված լինեք, քաջատեղյակ լինեք շուկայի մեջ ինչ է կատարվում եւ եթե ամսեվճարները շատ արագ պետք է սրա մասին խոսենք, որովհետեւ short seller-ը գնալով պակասում են եւ եթե դուք ձեր ամսեվճարները չեք վճարում կամ դժվարություն եք ունենում վճարել, short sell-ը դա մի ճանապարհն է, իհարկե առաջ փորձեք ձեր բանկի հետ loan modification կատարել, երրորդ մարդու կարիքը չունեք կամ ուրիշ մեկը գա այդ loan modification-ի համար վճարելու համար, կարիք չունեք իրենց դուք կարող եք ինքներդ ձեր բանկի հետ զանազան պրոգրամներ ունեն loan modification-ների, մանավանդ հիմա loan modification-ի պրոգրամ կա, եթե Fannie Mae եւ Freddie Mac-ի հետ է ձեր loan-ը, դուք կարող եք 90 օր, եթե ձեր ամսեվճարները ետ եք ընկել, automatically արդեն ինքնըստինքյան դուք կարող եք որակավորվեք շատ արագ ձևի առանց թղթաբանության ուղղակի կապնվեք ձեր բանկի հետ եւ նրանք կփորձեն ձեզ օգնել, որպեսզի կարողանաք այդ loan modification-ը կատարեք։ Իհարկե loan modification-ը 40 կարող են նրանք ձեր loan-ը սարքել 40 տարի եւ interest rate-ը իջացնել եւ անգամ ձեր պարտքը իջեցնել, նայած ինչով կարող են ձեզ որակավորել ըստ ձեր իրադրության մեջ։ Ուստի եւ եթե չեք կարողանում loan modification-ին qualify լինեք, որակավորվեք, ձեր հաջորդ քայլը short sell-ն է եւ եթե մտածում եք short sell կատարեք, դա էլ պրոգրամներ ունի, հարգելի հեռուստադիտող, անպայման չի ամսեվճարները ետ ընկած լինեք, դա էլ որակավորման արդեն short sell-ի մի պրոգրամ է, որ կարող եք առանց ամսեվճարները ետ ընկնելու որակավորվեք short sell անելու, որպեսզի ձեր կրեդիտը շատ ավելի բարելավ վիճակով կարողանաք այդ պարտքից դուրս գաք։ Ուստի եթե հարցեր ունեք, հեռաձայնեք 818-575-5115 հեռախոսահամարով, թեկուզ շաբաթվա ընթացքում մենք միշտ պատրաստ ենք ձեզ օգնելու։ Իսկ եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, ուստի կապնվեք մեզ հետ, կարող եք այցելեք մեր վեբսայթը Get Your Free Home Evaluation կոճակը սխմելով կարող եք ձեր ինֆորմացիան դնեք եւ այնտեղ ինչպես տեսնում եք ձեր տան հասցեն եւ email-ի հասցեն, ինչ ինֆորմացիա որ պահանջվում է դրեք եւ մենք ձեզ հետ անմիջապես կապի մեջ կլինենք եւ անպայման կօգնենք ձեզ, որպեսզի ձեր տունը վաճառեք։ Եվ ինչ է կարևորը այսօրով շուկան ծախողների շուկա է, sellers market է կոչվում։ Ինչ է նշանակում, որ շատ տներ դեռ չկան շուկայի մեջ, իմիջայլոց ասեմ, որ այս մոտ 3 շաբաթ է տեսնում ենք, որ լիստինգները շատանում են, ծախող տները շուկայի մեջ շատանում են, արդյոք ինչ է դրա պատճառը, այս փոքր դադարից հետո կվերադառնանք եւ կշարունակենք կխոսենք հենց դրա մասին, ինչ է կատարվում պաշարը, անշարժ գույքի պաշարի շուկայի մեջ։ Մնացեք մեզ հետ, կվերադառնանք եւ կշարունակենք։
Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, ինչպես խոսում էինք, ինչ է պետք, որ ինչ է կատարվում շուկայի մեջ եւ պաշարը ինչպես է անշարժ գույքի, այո, sellers market է այսօր եւ քանի որ պաշարը քիչ է, interest rate-երը դեռ ցածր են, ուստի դեռ պահանջը շատ է, իսկ երբ որ պահանջը շատ է եւ պաշարը քիչ, տան գները բարձրանում են, շատ արագ ձևի են բարձրանում, ճիշտ է, որոշ մարդիկ մի քիչ անհանգստացած են շուկայի վիճակով, բայց դեռ գները ստաբիլ գները չափսերի մեջ են, ուստի անհանգստանալու բան չկա, մենք չենք տեսնում, ես անձամբ չեմ տեսնում, սա իմ կարծիքն է, բայց ուստի ամենաճիշտ ձևը շուկայի մեջ մտնելու, ձեր տունը վաճառելու ճիշտ գնով պետք է մտնեք, հարգելի բարեկամներ, ոչ թե պետք է տունը դրվի շուկա ամենաբարձր շուկայի գնով, այլ ճիշտ ձևի, ճիշտ որոշումով, ինչպես կարող եք դա անեք, կապնվեք մեզ հետ aramkarsian.com այցելելով my free home evaluation կամ կարող եք կապնվել մեզ հետ հեռախոսով 818-275-5115 հեռախոսահամարով, ինչպես ձեզ խոստացանք այս շաբաթվա մեր գեղեցկուհիներին պետք է բերենք ձեզ, թե ինչ լիստինգներ ենք առաջարկում ձեզ, իհարկե Eagle Rock-ում ինչպես տեսակ գեղեցիկ remodel տուն է սա, ինքը 3 ննջասենյակ եւ 3 բաղնիկ է, 2100 square feet եւ մոտ 7000 հողակտորն է իրեն եւ ինչպես տեսնում եք կթողնեմ որ նկարները իրենց բացատրեն թե տունը ինչ վիճակի մեջ է, սա completely remodel տուն է, եթե հիշում եք Pasadena-ի տունը, որ ձեզ ցուցադրում ենք արդեն 2 շաբաթ է, սա նույն contractor-ի պատրաստած տունն է, գեղեցիկ խոհանոց եւ ընդհանուր ինքը վերանորոգված տուն է, ինչպես տեսնում եք երկրորդ հարկում արդեն իրեն master bedroom-ով գեղեցիկ պատրաստված եւ եթե հետաքրքրված եք, խնդրում եմ հեռաձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով եւ կարող եք այցելեք aramkarsian.com եւ եթե մեր հաղորդումը բաց եք թողեք կամ մեկին ուզում եք առաջարկեք, որ այս ինֆորմացիան տեսնի, անպայման այդ կարող են այցելել aramkarsian.com եւ այնտեղ YouTube-ի վրա կարող եք մեր հաղորդումները դիտել YouTube-ի կոճակը սխմելով։ Սա մեր Glendale-ի առաջարկած տունն է, 3 ննջասենյակ, 3 բաղնիկ, 2100 square feet եւ 6200 հողակտորով 777,000, ինչպես տեսնում եք, տունը լավ վիճակի մեջ է եւ սա Glenox-ից վերև է, Kennedy մոտերն է այս տունը, եթե հետաքրքրված եք, անպայման հեռաձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով եւ մենք կփորձենք ձեզ օգնել գտնելու ձեր տունը, որ այնտեղ դուրսն է եւ սպասում եք։ Եվ եթե ուզում եք վաճառեք ձեր տունը, նույնպես կապնվեք մեզ հետ, մենք լիստինգներ ունենք եւ preferred buyer-ներ ունենք, preferred buyer-ներ ասելով դա նշանակում է արդեն իրենց լոնը պատրաստված է եւ իհարկե իրենք պատրաստ են եւ գները արդեն ամեն ինչ loan amount-ով որոշված է, իսկ եթե դուք մտածում եք ինչքան կլինի ձեր ամսե վճարը 777,000-ով տունը գնելու եւ 20% down payment-ի, ահա կթողնեմ որ թվերը իրենց խոսեն, շատ կարեւոր է որ հաշվեք ոչ թե միայն ձեր ամսե վճարը, այլ հաշվեք property tax-ը ամսական ինչքան է ձեր վրա նայելու ծախս եւ տան insurance-ը, դուք կարող եք ամսե վճարի մեջ չվճարեք այս գումարները, առանձին վճարեք, բայց ամենաճիշտն է, որ ամսեկանի վրա գոնե հաշվեք ինչքան ծախս է նայելու ձեր վրա այս տունը։ Իսկ հիմա անցնենք մեր ինչպես ձեզ խոսք տվեցինք, ունենք կոնդոմինիումներ, որ ձեզ համար երկուսը դեռ արդեն շուկայում են, երկու բաղնիկ Glendale-ում է սա եւ երկու ննջասենյակ եւ լվացկատունը իրեն unit-ի մեջ է 1200 square feet-ը եւ
Homeowners Association-ը շատ կարևոր է, ինչքան է, որ սա շատ ցածր է, $257 ամիսը, շատ ցածր association fee է, եւ շենքը նոր շենք է, եւ ունենք նաեւ Burbank-ում ձեզ առաջարկում ենք 3 bedroom եւ 2 բաղնիկ, սա նորից լվացկատունը unit-ի մեջ է եւ ինքը շատ մեծ unit է, 1600 square feet եւ Homeowners Association-ը նորից ցածր է $250, իսկ կինը 530,000 է եւ ինքը նորից նոր շենք է, գեղեցիկ պատրաստված եւ բոլոր կոմպլեքսի պատուհանները նոր են փոխված։ Այցելեք aramkarsian.com եւ այնտեղ կարող եք կապնվել մեզ թեկուզ email-ով կամ հեռարձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով։ Նույն շենքում առաջարկում ենք դեռ շուկայի մեջ չի, ինչպես խոսք ենք տվել ձեզ, 2 bedroom եւ 2 բաղնիկ, նորից լվացկատունը մեջն է, որ դա շատ անգամ նախընտրելի է հաճախորդների կողմից, ինքը 1050 square feet է եւ Homeowners Association-ը $250 է։ Ոստի սա իհարկե դեռ շուկայում չէ, եթե հետաքրքրված եք, հեռարձայնեք եւ մենք սիրով կօգնենք ձեզ։ Burbank-ում նորից ունենք 1 bedroom, 1 bath, 1 ննջասենյակ եւ 1 բաղնիկ, նորից laundry-ն լվացկատունը իրեն unit-ի մեջ է, 630 square feet է ինքը եւ Homeowners Association-ը $245 է, որ դեռ նորմալ գին է դա Homeowners Association-ի համար, ցածր է անգամ այս շուկայի մեջ։ Սա նորից շուկայում դեռ չի, եթե հետաքրքրված եք 1 bedroom condominium-ով, անպայման կապնվեք մեզ հետ եւ մենք ձեզ սիրով ցույց կտանք այս unit-ը, երբ որ պատրաստ լինի, սա պատրաստ կլինի մոտավորապես 1 շաբաթից։ Եվ երկրորդ unit-ը ունենք նույն շենքի մեջ, որ 610 քառակուսի ոդկ է ինքը, 1 bedroom եւ 1 բաղնիկ եւ նորից լվացկատունը իրեն մեջ է եւ սա էլ դեռ շուկայում չէ եւ գինը որ կորոշվի մոտ 2-3 օրից եւ unit-ը պատրաստ կլինի մոտ 1 շաբաթից։ Այցելեք aramkarsian.com եւ այնտեղ ձեզ առաջարկում ենք տարբեր զանազան գործիքներ, եթե մտածում եք ձեր տունը վաճառեք եւ իհարկե չգիտեք ինչ արժի, անպայման օգտագործեք Get Your Free Home Evaluation կոճակը website-ի վրա եւ այնտեղ ձեր information-ը դնելով մենք կարող ենք ձեզ հետ արագ ձևի կապնվել եւ ձեր հետ հանդիպել եւ խորհրդակցել, կոնսուլտացիան ծրի է, դուք կարող եք գաք մեր օֆիս կամ մենք կարող ենք գանք ձեր տունը եւ որոշելով հայտարարի գալով թե ինչ արժի ձեր տունը եւ ինչքանով եք ուզում վաճառեք, արագ ձևի մենք արդեն ունենք preferred buyer-ներ list ունենք networking-ի նման եւ սիրով ձեզ կօգնենք ձեր տունը վաճառեք։ Մի փոքր դադար ենք վերցնելու եւ կգանք մոտենում ենք մեր ավարտին, interest rate-երը ցույց կտանք ձեզ եւ կամփոփենք մեր հաղորդումը։ Մնացեք մեզ հետ։
Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի հեռուստադիտողներ, ինչպես ձեզ խոստացանք, այս շաբաթվա interest rate-երը պետք է ցույց տանք ձեզ, թե ինչ կատարվեց, ինչպես գիտեք, 4 շաբաթ է արդեն interest rate-երը բարձրանում են եւ անցնենք պաստառի վրա եւ տեսնենք ինչ կատարվեց interest rate-երի հետ։ Այս շաբաթ Freddie Mac-ի ինֆորմացիայի հիման վրա հունիսի 20-ի տվյալներով 30 տարին 3.93%, 30 տարի ասելով 30 տարի ֆիքսված լոնը փակվեց 3.93% եւ 15 տարվա լոնը 3.04 եւ 5 տարվա լոնը 2.79% եւ եթե նայենք արևմտյան շրջանում, մեր շրջանում 30 տարին եղավ 3.92%, 15 տարին 3.1% եւ 5 տարին 2.61% եւ համեմատելով այս interest rate-երը տեսնում ենք, որ անցած շաբաթվա հետ տեսնում ենք, որ interest rate-երը մի քիչ ցած եկան եւ իհարկե ինչպես միշտ 1 տարի հետ մի տարի առաջվա հետ համեմատելով տեսնում ենք, որ արդեն 4-րդ շաբաթն է, որ interest rate-երը ավելի բարձր են, քան թե անցած տարի։ Ինչ է նշանակում սա, որ interest rate-երը իմ կարծիքով մի քիչ ջաս կլինեն եւ մի քիչ ներքև կգան, բայց դա միմիայն իմ կարծիքն է։ Այս բարձրացումը եւ իջեցումը Federal Reserve-ի հետ է կապված։ Ինչի համար են interest rate-երը բարձրանում, քանի որ էկոնոմիկան ըստ ստատիստիկաների բարելավում է եւ Federal Reserve-ը մոտ 85 բիլիոն դոլար ներդնում էր լոները առնելու վրա եւ նրանք սկսում են այդ գումարը պակասեցնել եւ ըստ նորությունների հիման վրա նրանք մտածում են մինչեւ 2014-ի մեջ կեսերի մեջ արդեն իրենք այդ գումարը պետք է ետ քաշած լինեն։ Ինչի համար էին այդ 85 բիլիոն դոլարը ներդնում լոների մեջ, առնում այդ լոները, որպեսզի ինվեստորները ավելի վստահ լինեն, որ real estate-ի շուկան եւ երկրի էկոնոմիկան ավելի բարելավի եւ իրենք վստահ լինեն, եթե պետությունը այդ գումարը դնում է real estate-ի շուկայի մեջ, դա վստահություն է տալիս ինվեստորներին, որ ավելի քաջ քայլերով մտնեն շուկայի մեջ։ Ուստի interest rate-երը դեռ ցածր են, հարգելի բարեկամներ, մինչև 7% պետք է բարձրանա interest rate-երը, որպեսզի ձեզի հետ պահի շուկա մտնելու մեջ։ Ուստի դեռ պատմականորեն նայելով թեկուզ 4.5, 5.5%, 6% դեռ շուկային մեծ ազդեցություն չի ունենալու, որովհետև դեռ կարող է մատչելի լինել ձեզ համար տուն գնել, որովհետև եթե նայեք վարձերին եւ տունը գնելու առավելությունները ինչ է, դեռ ավելի էժան է առնելը, քան թե վարձելը։ Դուք էլ կարող եք այցելեք aramkarsian.com եւ այնտեղ ձեր հաշիվները անեք կամ սեվճարները down payment-ի հետ կապված։ Հարգելի բարեկամներ, շնորհակալ ենք, որ միացաք մեզ հետ եւ եթե հարցեր ունեք, կարող եք հեռարձայնել 818-275-5115 հեռախոսահամարով, եթե որոշում եք ձեր տունը վաճառել, մեր կոնսուլտացիան ձրիաբար կարող եք մեր սերվիսները օգտագործեք այցելելով aramkarsian.com կամ հեռարձայնեք մեզ շաբաթվա մեջ եւ մենք սիրով կօգնենք ձեզ վաճառելու ձեր տունը եւ ճիշտ գնով շուկա մտնելու։ Շնորհակալ ենք նորից, որ միացաք մեզ հետ, կտեսնվենք հաջորդ շաբաթ։ Բարի գիշեր։